Երևանից Նորաշեն հարս գնացած Էսթերը Տավուշի ավանդական խանգյալ պատրաստելը սովորել է Ազգուշ տատից։ Տավուշյան ավանդական ուտեստների գաղտնի բաղադրատոմսերը Ազգուշ տատը խնամքով փոխանցում է հարսին, որ դրանք շարունակվեն սերնդեսերունդ։ Երբ որ նոր էինք տեղափոխվել, դե ես Երևանից եմ ու ինձ ընդհանրապես անծանոթ էին այս բոլոր ճաշատեսակները։ Տատիկը ամենասկզբից ինձ շատ է օգնել, բոլոր ճաշատեսակները սովորացրել է պատրաստել, բայց մինչև հիմա էլ հյուրերի դեպքում ինքն է մեզ օգնում։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտներ Գարիկն ու Էսթերը ամուսնանալուց հետո որոշում կայացրեցին տեղափոխվել Նորաշեն, Գարիկի հայրենի գյուղ եւ սկսել սեփական գործը։ Սկզբանե ես գյուղը չեմ սիրել ու երբ որ Գարիկի հետ ընկերություն էինք անում, շատ վեճեր ենք ունեցել, ես ինձ չէի պատկերացնում գյուղում։ Միշտ ասում էի, որ գյուղում լինելով ես ավելի շատ հետ կգնամ, քան առաջ կգնամ, բայց Գարիկը ինձ ապացուցում էր հակառակը, որ գյուղում մենք շատ ավելին կարանք անենք, քան քաղաքում, ու այդպես էլ եղավ։ Հեկան գյուղ սկզբում բավականին բարդ է եղել, որովհետև երբ որ դու գալիս ես, չունես աշխատանք, չունես կայուն եկամուտ, դիմացը ձմեռ է, ու այն որ մեր հարազատների օգնությամբ նաև այդ ձմեռը հաղթահարեցինք, ու արդեն հաջորդ տարվանից ես աշխատանք ունեցա։ Դեռ 2016-ին Գարիկը Տավուշ էր բերում զբոսաշրջային խմբեր, արշավներ կազմակերպում։ Հյուրերի համար մեծ խնդիր էր դառնում գիշերակացը, այդպես ծնվեց հյուրատուն ստեղծելու գաղափարը։ Զովակը իմ պապական տունն է։ Այստեղ մենք սկսել ենք հյուրեր ընդունել 2018 թվականից։ Շատ դժվարություններ ա եղել, շատ հիասթափություններ ա եղել, բայց այստեղ մեծ ներդրումներ են արել ու չենք ուզել հանձնվենք։ Մինչև հիմա էլ երբ որ դժվարություններ լինում ա, չենք հանձնվում, որովհետև լավ նպատակի համար ենք եկել։ Հյուրատունը սկզբում անվանեցին Աշխարհի ծայր, հենց հեռավորության համար, բայց օտարերկրացիներին ավելի ճանաչելի դառնալու համար վերանվանեցին Զովակ։ Նորաշենում ամռանը միշտ զով է։ Երբ որ որոշեցի, որ սենյակը պետք է սարքեմ, այդ ժամանակ թե ֆինանսական առումով նախատեսված սրա համար գումար չունեի, մի քիչ ընդհանրապես ժամանակ ունեի ու ես ինքս շինարարչինն որոշեցի, որ այս սենյակը պետք է սարքեմ, ու տեն տարբեր տեղերից YouTube-ից բանից սովորելով ամեն ինչ իմ ձեռքերով սկսեցի անել, բավականին երկար էր տևում ամեն ինչ, որովհետև երբ որ դու մի բանի վարպետն ես լրիվ ուրիշ ձև անում, բայց երբ որ դու դա առաջի անգամ ես փորձում, ու մանավանդ երբ որ փորձում ես, որ մաքսիմում դա լավ անես, շատ երկար է տևում ու համարյա մի տարի տևել է։ Ամբողջ ընթացքը մինչև ամբողջությամբ ավարտել եմ ու 2025-ի հունվարից արդեն սկսել ենք հյուրեր ընդունել այստեղ։ 2021-ին հյուրատանը կից ստեղծեցին գաստրոբակը եւ հիմա կարողանում են գյուղական միջավայրում հյուրասիրություն կազմակերպել 30 անձի համար։ Երբ որ դու ունես հյուրատուն, հեշտ է նախաճաշ տալ, բայց բավական բարդ է, ճաշ, ընթրիք նման մի քիչ ավելի պատասխանատու է կազմակերպել, ու եթե ես ուզում եի, որ Նորաշենը դառնա զբոսաշրջային վայր, որտեղ շատ հյուրատներ կլինեն, պետք է Նորաշենում գոնե մեկ սննդի վայր։ Իրան այն տրամաբանությամբ ենք մենք արել, որ ինքը անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածք է։ Զովակ հյուրատունը ԱԳԲԱ ֆեդերացիայի եւ ՆԱԲՈՒ Հայաստանի գյուղական туриզմի զարգացման ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհով կարողացան ավարտուն տեսքի հասցնել գաստրոբակը եւ աշխատել տարվա բոլոր սեզոններին։ ԱԳԲԱ ֆեդերացիան եւ ՆԱԲՈՒ-ն ծրագիր հայտարարեցին նաեւ գաստրոբակերի համար, ու ես դիմեցի հիմնական նպատակն էր, որ մենք կարողանանք սեզոնայնությունը հաղթահարենք, մենք չենք կարողանում ցուրտ սեզոնին օգտագործել։ Շատ լավ էր, որ ծրագիրը ստացվեց ու հիմա մենք արդեն կարող ենք ամբողջ տարին հյուրեր ընդունել։ Ցանկացած աջակցություն ինքը ոչ թե հրաշքներ է գործում մեզ համար, այլ մեզ ինչ որ ժամանակ առաջ է գցում։ Օրինակ ԱԳԲԱ ֆեդերացիայի ու ՆԱԲՈՒ-ի ծրագիրը ինձ մոտ մի տարի, այսինքն ցանկացած այդ մասշտաբի ծրագիր, հաշվի առնելով մեր ունեցած ռեսուրսները, կարողությունները, մոտ մի տարի մեզ առաջ է գցում բիզնեսի մեջ։ Ու զբոսաշրջային բիզնեսի մեջ հատկապես, երբ որ ամեն ինչ ցենց արագ է զարգանում ու փոփոխվում, մի տարի առաջ գցելը այդ բավականին մեծ ներդրում է։ Գարիկն ու Էսթերը սեփական օրինակով ցանկանում են երիտասարդներին ցույց տալ, որ հնարավոր է գյուղում ապրել, աշխատել եւ հաջողել։ Ես նաեւ կարողանալու եմ շատ երիտասարդների համար օրինակ լինեմ, թե ոնց կարելի է գյուղում զրոյից սկսել ինչ-որ բիզնես ու հաջողություն ունենալ ու դրա միջոցով լավ ապրել։ Որովհետեւ մենք այսօր ունենք այդ օրինակների խնդիր։ Գրեթե չկան նման օրինակներ, որ գյուղում ապրի ու ասենց լուրջ հաջողությունների հասնի։ Ապագայի պլանները շատ են, առաջիկայում կավելացնեն սենյակները ու կկարողանան ավելի շատ հյուրերի ապահովել գիշերակացով։